Շամանուհի չվե, ցույց տուր քո դեմքը։ Ձերդ գերազանցություն, նույնիսկ երազել չէի կարող անգամ, որ կարող եմ կրկին տեսնել ձեր դեմքը։ Դու ճանաչում ես ինձ։ Ես ձեր կինն եմ, ձերդ գերազանցություն, ես Սոհասոնն եմ, Դեհոյի թագուհին։ Լռիր, ինչպես ես համարձակվում քո կեղտոտ բերանից իմ անունը հնչեցնել։ Ես եմ այս երկրի թագուհին։ Ինչպես ես համարձակվում։ Դու ես ինձ այսպիսին դարձրել։ Դու մի աննշան շամանուհի ես, ով այդ անիծված հոգիների ալքիմիան է կիրառել, որպեսզի տեղափոխի իր կեղտոտ հոգին իմ սուրբ մարմնի մեջ, թագուհու մարմնի մեջ։ Հրամայում եմ բռնել շամանուհի չվեին, ով հոգիների ալքիմիա է կիրառել, որ տիրանա թագուհու մարմնին։ Այո։ Ոչ։ Ոչ։ Մի վնասեք նրան։ Դա իմ մարմինն է։ Իմ հոգին կարող է վերադառնալ այդ մարմին։ Նրան թույլ մի տվեք վնասել իրեն։ Մոտ չգաք։ Հակառակ պարագայում ես այս մարմինը կտոր կանեմ։ Նա չվե անունով մոգի ժառանգորդն է, ով առաջացրեց քաոսը 200 տարի առաջ։ Եվ ամենայն հավանականությամբ հենց նա է հոգու արտամղիչներ ստեղծել, ինչի պատճառով էլ փոխակերպված հոգիներ են հայտնվել։ Այս շամանուհին բացեց սառցեքարը միաձայն ժողովի ընթացքում և փորձեց հիմարեցնել Դեհոյի բոլոր մոգերին։ Արքայական ընտանիքը, Չոնգուգվոնը և Ջինևոնը հիմարեցվել են չվե քրոջ ու եղբոր կողմից։ Ահա և վերջ։ Քրոջ և եղբոր։ Թանկագինս, սա նշանակում է, որ դու և այս շամանուհին քույր և եղբայր եք։ Դու չվե ընտանիքի անդամ ես։ Այո։ Շամանուհի չվե, վայր դրեք դանակը և այդ մարմինը վերադարձրեք թագուհուն։ Արեք ինչ ասում եմ, և ես կթողնեմ, որ ձեր եղբայրը ապրի։ Կարծում եմ լավ գործարք է։ Դուք ասում եք, որ ես չարիք եմ, բայց այստեղից ոչ ոք իրավունք չունի ինձ այդպես անվանելու։ Կուզեք իմանալ, թե ինչպես կարողացա տիրանալ թագուհու սուրբ մարմնին։ Նա մեծ սիրով ինձ տվեց իր մարմինը, որովհետև ցանկանում էր իր հոգին տեղափոխել ավելի գեղեցիկ և ավելի երիտասարդ մարմին։ Ջինհոգյան, միթե դու չես սառցեքարը բերել այս աշխարհ։ Դու Ջինևոնի տիրուհին ես, Ջինևոնի ժառանգության պաշտպանը, և ամեն դեպքում դու թույլ ես տվել, որպեսզի սառցեքարը լքի Ջինևոնը, որպեսզի հոգիների ալքիմիա կատարեք։ Եվ վերջապես այն մարդը, ով կատարում էր հոգիների ալքիմիան, Սոնրիմի մոգ էր։ Պակ Ջին, դու թաքցրել ես ճշմարտությունը չնայած նրան, որ ամեն ինչ գիտեիր։ Դու քեզ այնպես էիր պահում, ասես ջանում էիր բռնել նրանց, ովքեր սև մոգությամբ են զբաղվում։ Միևնույն ժամանակ դու զբաղված էր նրանով, որպեսզի կոծկեր այդ մարդու սխալները։ Իսկ ինչ վերաբերում է քեզ, Ջինմո, ինչու ես ուղղակի կանգնել և ոչինչ չես անում։ Ինչ է ստացվում է, ես եմ միակ չարիքը ըստ տրամաբանության և ներկայացրած ապացույցների։ Այս մարդկանց